Այս ամիսների ընթացքում հաստատ եղել են նոր նմանակումներ։ Գրողատանի, ինչ է պատահել, ինչ է նշանակում ուզես, չուզես։ Ես էլ կուզեմ Համլետ խաղամ, такую лишнюю неприязнь испытываю, что кушать не могу։ Ինձ եկել ես ասում ես, որ ինչ մատաղեր կարող ենք մենք պատասխան տալ գրուսին, թե չէ։ Որ պահին միանշանակ հասկացաք, որ դուք պատրաստ եք։ Մեծագույն հաճույք է, երբ զգում ես հանդիսատեսը ինչ է ուզում, որտեղ դու պետք է հասնես դրան։ Այսօր մեր հյուրն է կրկին շոումեն դերասան Արտուր Մուսայելյանը։ Անչափ ուրախ եմ, որ մենք այս տարվա ընթացքում արդեն երկրորդ անգամ ենք հանդիպում։ Շատ անհամբեր սպասում եմ մեր հիմնական զրույցին, բայց կսկսենք մեր զրույցը կարճ բլից հարցերից մասնագիտական։ Պատրաստ ես։ Սիրով, այո։ Ինչն է ավելի դժվար, հանդիսատեսին ծիծաղեցնելը, թե լռեցնելը։ Ավելի դժվար է լռեցնելը, կարծում եմ։ Դուք ավելի շատ դերասան եք, նմանակող, թե մարդկանց նուրբ դիտորդ։ Դիտորդ։ Մարդու որ հատկանիշն է նրան հարմար դարձնում նմանակման համար։ Բոլոր հատկանիշները, ինձ համար բոլոր հատկանիշները շատ կարևոր են, ես շատ ուշադիր եմ, եւ հարմար։ Որն է եղել ձեր նմանակման հերոսի ամենաանսպասելի արձագանքը։ Դեռ այդպիսի արձագանք չի եղել։ Արժևում է։ Արժևում է, այո։ Կա մարդ, ում սկզբունքորեն երբեք չեք նմանակի։ Իհարկե իմ մտքում ըստ իս, իհարկե կան բացական կերպարներ, որոնց չեմ կարող նմանակել, չեմ մոտենա։ Այդպես։ Եթե վաղվանից նմանակումներ արգելվեն, ինչով կզարմացնեք հանդիսատեսին։ Ինչ որ մի բան կգտնեմ զարմացնելու, հաստատ մի բան կմտածեմ։ Մարդը պարտադիր մի բան կգտնի, այո։ Շատ լավ, մերսի, անցնենք հիմնական հարցերին, ինչպես ասացի, 7 ամիս առաջ ենք հանդիպել։ Բայց այս 7 ամսվա ընթացքում այնքան հագեցած էր ձեր կյանքը, թե ստեղծագործական առումով, թե անձնական առումով, եւ կխնդրեմ, որ պատմեք ինչ իրադարձություններ են եղել այս ընթացքում։ Ուրեմն տարին շատ բուռն սկսվեց։ Ես ծրագրել էի, որ պետք է ունենամ ստենդափ, ու ստենդափի այդ ընթացքում, սցենարը գրելու ընթացքում զանգ ստացա իմ ընկերոջից, Շահենից, ասեց, ես լսել էի, որ ինքը Հրազդանում կամերային թատրոն է ուզում բացել, բայց չգիտեի, որ արդեն բացել է։ Ասեց, մի այսպիսի ներկայացում կա, ուզում ենք բեմադրել, ու ուզում ենք, որ դու խաղաս այդտեղ։ Ինձ համար եւ մեծ պատիվ էր այդ առաջարկը ստանալ, եւ նաեւ շատ պարտավորեցնող էր, նաեւ մի փոքր վախ կար, շատ բնական, որովհետև ես երբեք բեմում չեմ եղել որպես դերասան, միշտ եղել եմ որպես երգիչ, հաղորդավար, բայց որպես դերասան հանդես չի եկել։ Ասեցի, պետք է մտածեմ, Շահեն ջան, որովհետև ինձ համար շատ ռիսկային է։ Ինչքան էլ դա իմ ամենամեծ երազանքներից մեկն է եղել միշտ մանկուց, ես պետք է մտածեմ, ես կարող եմ, թե չէ։ Ինքն ասեց կարող ես, ինքը ինձ հավատաց ու սկսեցինք փորձերը կամաց մայիսի 29-ին եղավ պրեմիերան, երկուսը ճոճանակին ներկայացումն է Գիբսոնի ու ասում են շատ լավ է անցել, չգիտեմ։ Իհարկե ես գիտեմ իմ սխալները, ինչը կարող էի ավելի լավ անել, ինչում եմ թերացել, այնուամենայնիվ հանդիսատեսի արձագանքը շատ լավ էր, մեր ռեժիսորի Վանուի Ղազարյանի արձագանքը շատ լավ էր, իմ խաղընկերուհին տաղանդավոր Նարա Սարգսյանը ընթացքում շատ է օգնել եւ Վանուին եւ Նարան եւ բոլորը։ Ու նաեւ ունեցա իմ ստենդափը,
ստենդափը ունի։ Նորից մայիս ամիսը շատ բուրն էր այդ տարի։ Հագեցած էր։ Այո, շատ հագեցած էր։ Հետո հունիսի սկզբին ունեցանք ուրիշ պրեմիերա թատրոն տանիքում։ Մի խոսքով, հիմա այդ երկու ներկայացումների մեջ եմ զբաղված եւ օգոստոսին կամ սեպտեմբերին կսկսեմ նորից իմ ստենդափ ներկայացումներով հանդես գալ։ Այնպես որ շատ բուրն էր այս տարի, գարունը, ամառը, հուսով եմ աշունն էլ նույնչափ բուրն կլինի։ Մենք էլ ենք հուսով, բայց մի կարևոր պահ բաց թողեցինք։ Անձնական մեծագույն երջանկությունը։ Հա։ Հələ խոսում եմ պատմեք դրա մասին։ Մարտ ամսին մեր տունը լցվեց մի ուրիշ ուրախությամբ, ծնվեց իմ երրորդ զավակը, դուստրս։ Աստված պահապան։ Շնորհակալ եմ Աստված պահապան բոլոր բալիկներին ու կյանքը մի ուրիշ գույնով լցվեց ու վերաիմաստավորվեց, որովհետև դրանից ավելի մեծ ուրախություն թերևս ընտանիքում դժվար է պատկերացնել։ Ես վստահ եմ, որ երեխան բերում է, ամեն երեխա իր հետ բերում է նոր հաջողություն։ Այո։ Եվ ես կրկին վստահ եմ, որ այս ամեն ինչի մասին խոսվեց, ստեղծագործական առումով։ Այո։ Սա այդ բալիկը իր հետ բերեց եւ դրթեց, հա, եւ թևավորեց։ Ես լիովին համաձայն եմ եւ դա իմ վրա եմ զգացել։ Գիտեք, դա կարելի է եւ հաջողություն կոչել։ Ժողովուրդը մի բառ ունի, այդ բառը շատ գեղեցիկ թարգմանություն ունի։ Ժողովուրդը ասում է ղսմատ։ Ղսմատը դա նույն օրհնությունն է։ Ըստ իս, այսպես վերցանել ենք, մի քիչ քննարկել եմ իմ ընկերների հետ, ամեն երեխա իր հետ նոր օրհնություն է բերում, որովհետև մի շատ կարևոր էներգիա է գալիս տուն, ուրախությամբ է լցվում տունը ու այսպես Աստծո ներկայությունն է զգում պարզապես։ Ուրիշ կերպ ավելի պարզ բացատրել ուղղակի հնարավոր չէ։ Հաստատ, այո։ Մենա ներկայացումը դա շատ լուրջ պատասխանատվություն է, այդպես եմ հատետ մնալ հանդիսատեսի հետ կենթանի բեմում շատ բարդ է։ Որ պահին միանշանակ հասկացաք, որ դուք պատրաստ եք տետատետին։ Կարելի է ասել մինչև վերջի պահը, մինչև բեմ մտնելը, ես ինքս ինձ ասում եմ միգուցե պատրաստ չես, բայց իհարկե փորձեր էի անում, սցենարի մի մասը իմն է, մի մասը Խաչատուրինն է, մեր լավ ընկերոջը սցենարիստ, միասին ենք արել, որովհետև ամբողջը իմ անցած ճանապարհի մասին է, իմ 90-ականների մանկության մասին է, դժվարության եւ նաեւ այդ քաղցրության մասին, որը ունեցել ենք, որը հիմա ինչ որտեղ կորցրել ենք, դրա մասին է ու մինչեւ վերջի պահն էլ փորձերի ընթացքում ասում եմ, բայց այս մասը կարող մի քիչ հետաձգեմ, չէ, ինձ շատ օգնեցին իմ ընկերները ու ես հասկացա, որ ոնց որ թե լավ է, որովհետև երկու ներկայացում եմ ունեցել, տոմսերը սպառվել են շատ արագ ու ինձ համար մեծ ուրախություն էր, որ այն ինչ որ ես ասում էի, ինչի մասին խոսում էի եւ խոսելու եմ, բնականաբար այդ ներկայացումը դեռ շարունակելու եմ, դա վերաբերվում է մեծ մասին, ժողովրդի մեծ մասը ապրել է այդ, այն ինչ որ ես եմ ապրել, այն ինչ որ ինչի մասին որ խոսում եմ ներկայացման մեջ։ Արտուր ջան, մենա ներկայացման մեջ որն է ամենաբարդը նյութ գրելը, հավաքելը, հանդիսատեսի ուշադրությունը գրավելն ու պահելը, թե այդ ընթացիկ այդ ճանապարհը մինչ ներկայացում, որն է այդ երեքից ամենադժվարը։ Ուշադրությունը պահելը դժվարներից մեկն է, ըստ իս։ Ես ինչով է ինձ օգնել մոնո ներկայացմանը հանդես գալ մի փոքր ավելի այսպես քիչ լարվածությամբ։ Այն որ ես երկար տարիներ վարում եմ տարբեր միջոցառումներ։ Կլինի հարսանիք, չգիտեմ, տարբեր միջոցառումներ ու այդ իրանք են հանդիսատես։ Իհարկե։ Իրանց ուշադրությունն էլ առավել եւս
Այո։ Պատկերացնում եք, մարդը արդեն մի քանի բաժակ խմած, բայց դու պետք է այդ ուշադրությունը պահես, գրավես անընդհատ, որ չասեն, ինչ ասես չլսեցի, չէ՞։ Այդ առումով այդ տարիների փորձս շատ օգնեց ինձ բեմում։ Եվ նաև իմ կարծիքով մաքսիմալ պետք է լինել անկեղծ, իսկ բեմի վրա մի փոքր կեղծավորությունը դա նույնն է, որ ուղղակի դու մեր կանգնած ես փոխաբերական առումով ու ոչինչ չես կարող թաքցնել։ Մի փոքր կեղծավորությունը միանգամից երևում է, այն կարող է թվալ այն մարդիկ դե կարող է այս մասը չհասկանան, բան բոլորը հասկանում են։ Չգիտեմ որ զգայարանով, բայց զգում եմ որ դու խաբում ես, թե ճիշտ ես ասում։ Դրա համար ես մաքսիմալ փորձում եմ անկեղծ լինել եւ դա նաեւ սովորել եմ մեր մեծերից, լսելով իրենց, կարդալով իրենց մասին, իրենց հարցազրույցները դիտելով, նոր բեմը չի հանդուրժում կեղծավորություն։ Դրա համար փորձում եմ մաքսիմալ անկեղծ լինել։ Այո, ես ռուս դերասաններից լսել էի ժամանակին շատ, որ պրեմիերան բերվում էր առաջին հերթին Հայաստան։ Եվ եթե այստեղ պրեմիերան ուներ հաջողություն, ուրեմն այդ ներկայացումը ունենում էր հաջողություն։ Մեր հանդիսատեսը շատ նրբանկատ է։ Շատ նրբանկատ, շատ սուր աչք ունի ու ամեն ինչ նկատում է։ Հաստատ։ Ես եթե խնդրեմ, ամենասիրած մի փոքրիկ մաս ներկայացումից կներկայացնեք մեզ։ Որ ներկայացումի, մոնո ներկայացումից։ Ուրեմն ես փորձեմ հիշել մի շատ կարևոր նախադասություն ունենք այդտեղ, որը ես իհարկե նմանակումներ էլ ունեմ ներկայացման մեջ, բայց սա առանց նմանակումների եմ ասում, եթե մենք շարունակենք հեռանալ մեր ավանդույթներից, կտորմը երկինք չենք ունենա մեր գլխավերևում։ Ուզում ենք միանգամից խոշոր շահում ունենալ, բայց դեռ շախմատում իրարից չենք տարբերում զինվորն ու փիղը, իսկ կյանքում տերն ու ծառան։ Մի օր, եթե այսպես շարունակենք, ավանդույթներից կտրվելով, կարթնանանք ու կտեսնենք, որ մնացել ենք միայն մենք եւ մեր սարերը։ Կեցեք։ Կարծես սա շատ ավելի ծավալուն է այս թեման, եթե պատկերացրիք, խորը ինքը ավելի շատ ծավալուն է, հետաքրքիր է այդ խոսքի խաղը, բայց մտքի խորությունն էլ ապահովում են, հա, այդ բոլոր անվանումները շատ հուզվեցի։ Եթե այսպես շարունակենք, մեր 01-ը 99 չի դառնա։ Ես։ Այս ընթացքում երբ բեմ եք դուրս եկել, պատահել է, որ զգում եք, որ այսօր արդեն ես չեմ հանդիսատեսին առաջնորդում, այլ նա է ինձ առաջնորդում։ Այո, եղել է։ Եվ դա լավ է, թե վատ, թե ծանր, թե հեշտ։ Իհարկե դժվար է, բայց լավ է։ Լավ է, որովհետև դու զգում ես հանդիսատեսը, մեծագույն հաճույք է, երբ զգում ես հանդիսատեսը ինչ է ուզում, որովհետև դու պետք է հասնես դրան, որ հասկանաս ոչ թե դու ինչ ես ուզում իրենց տալ, այլ ինքը ինչ է ուզում։ Իսկ հանդիսատեսը միշտ ըստ իս բարձր արվեստ է ուզում։ Այդպիսի կարծիք կա, որ չէ երաժշտության մեջ ասում են դե ժողովուրդը էս է ուզում, էս ենք երգում։ Շարլ Ազամուրը ասում էր ես համաձայն չեմ այդ մտքի հետ, ես եթե այս առաքելության մեջ եմ, ես ինչ որտեղ պետք է թելադրեմ ժողովրդին եւ հրամցնեմ լավը։ Հետո մի քիչ համբերեմ, հետո ժողովուրդը կսկսի այն ինչ որ ես մատուցում եմ եւ գիտեմ որ դա շատ լավն է, լավ երաժշտություն է, հետո այդ ժողովուրդը կսկսի այդ երաժշտությունը պահանջել։ Հիմա այն պրիմիտիվ երաժշտությունը երբ որ կա, այո, կա, չի կարելի արդարացնել նրանով, որ ժողովուրդը դա է ուզում։ Այո, 10 երգից մեկը լավ, միգուցե մի քիչ թեթևությամբ, հա, բայց իհարկե արվեստագետն է թելադրում պլանկան։ Այո։ Իմ կարծիքով։ Այո։ Եթե իջեցնեք պլանկան, հանդիսատեսն էլ ձեր ետևից կգնա հաստատ։ Այս ամիսների ընթացքում հաստատ եղել են նոր նմանակումներ։
հյուրասիրեք մեզ։ Նոր նմանակումներ իհարկե ներկայացման մեջ կան, օրինակ անցած անգամ չգիտեմ Սամվել Բաբայանը կար թե չէ։ Ոչ։ Չկար։ Այդտեղ շատ абսուրդային վիճակներ եմ ստեղծել, որ դեբատներ են, քաղաքական դեբատներ են ու Սերժ Սարգսյանը, Սամվել Բաբայան դեբատի մեջ են։ Այնտեղ ասում եմ մեր կյանքում ուզես չուզես քաղաքականության մեջ ես։ Ստիպված եք։ Ուզես չուզես։ Ու միանգամից պատկերացնում ենք այդ դեբատը, որ Սերժ Սարգսյանը ասում է. «Ինչ է նշանակում ուզես չուզես։ Եթե դու Հայաստանի մտահոգ քաղաքացի ես, ապա չուզես չկա, պետք է ուզես»։ Սա նախընտրական թեմաներ, հիմա փոխել եմ, այն ժամանակ նախընտրացնում էր դու քո կամքով գնա եւ ինքնուրույն քվեարկիր, ինքնուրույն։ Չէ, պարոն Բաբայան։ Դա գիտես ինչ կա, դու պետք է նախ հասկանաս, որ եթե դու պլասկակուպցիոն ես, բայց տվել ես պլասկակուպցին, ասենք հարևանիդ, դու չես կարա լավ էլեկտրիկ լինես։ Դու հիմա ֆազն ու նոլը ասենք անցկացրել ես, ասում ես բանա, ռուբիլնիկը միացրու, կամ ասենք եվրոպատուհան ես գցել, գնացել ես ռուսին, ասում ես պետլյան ջռումա, ինչ անել, ռուսն էլ ասում է նախ դու պետք է մտածես, որ դա եվրոպատուհան է, երկրորդն էլ ինձ եկել ես ասում ես, որ ինչ հիմա տղեր կարող ենք մենք պատասխան տանք ռուսին, թե չէ։ Բրավո։ Դու եվրոպատուհան ես գցել, ռուսին ասում ես պետլի ջռումա։ Դրամաբանական է։ Ներկայացման այսքան մասն է, ժողովուրդ, շատ չեմ ցավալվում, որ մեկ գաք տոկոսը։ ներկայացման, սփոյլ չեմ անում, էլի։ Ահա։ Արժան, իսկ կա կերպար, որին երազում եք նմանակել, բայց հատուկ դեռ ոնց որ հանդիսատեսին պահում եք սենց մի քիչ էյֆորիայի Այ, մեր մեջ։ մեծերից կան, օրինակ Խորեն Աբրահամյանը կա, որ դերևս շատ զգուշորեն եմ մոտենում։ Այո, ես դիտել եմ երկու բան։ Լավ էր Սոս Սարգսյանը կա։ Այ որ Աշխատում պատկերացնենք, եմ, մտնեին Սոս Սարգսյանը եւ Խորեն Աբրամյանը։ Ինչպես կբարևեիք։ Հա, ես այստեղ նստած լինեի։ Այո։ Մենք բոլորս այստեղ նստած լինեինք։ Ինչ կասեիք նրանց։ Ես նախ իրենց չգիտեմ ոնց շնորհակալություն կհայտնեի, որ մենք հնարավորություն ունեցել ենք ու ունենք վայելելու իրենց։ Ես մինչև հիմա էլ Փառք Աստծուն կա, շատ ինֆորմացիա կա, ես դնում եմ Խորեն Աբրահամյանի հարցազրույցներն եմ դիտում ու ապշում եմ այդ հայրենի վրա, այդ խոսքի վրա, ինչպես անաղարտ հայրենով է խոսում Խորեն Աբրահամյանը եւ Սոս Սարգսյանը նաեւ։ Ու ինձ համար մեծ հաճույք է, ես իրենցից սովորում եմ խոսել հայերեն, անկեղծորեն եմ ասում։ Իհարկե։ Ելումից սովորում, այո։ Եվ Սոսին արտակնապես էլ եք նման։ Կարծիքով։ Դա երևի սարերից է։ Երկուսը սարերից է։ Այո։ Ես կոնկրետ Խորեն Աբրահամյանից մինչև հիմա էլ սովորում եմ խոսել, ու ինքն էլ շատ հարցազրույցներում նշում է, որ Mēs ինչ հայերենով ենք մենք խոսում, ինքը բարկանում է, որ մենք սխալ հայերենով ենք խոսում եւ այլն եւ այլն։ Ինձ համար մեծ հաճույք է ու իրենց ուղղակի շնորհակալություն կհայտնեի, չգիտեմ, ուրիշ այլ բան չէի կարող ասել։ Իսկ ինչ կակնկալեիք, որ պատասխանեին ձեզ։ Սոսը Սարգսյանը։ Սոսը կասում, ես իմ Սոս Սարգսյանը կարող ասել. Հա, ապրես, որ նայում ես, հետևում ես, հա, մենք էլ քեզ ենք հետևում։ Հիշում եմ, չգիտեմ ինչու տպավորվել է, հա, այդքան ֆիլմեր, թատրոն ներկայացում, բայց տպավորվել է, երբ Սոս Սարգսյանը ազգային ժողովի դեպուտատ էր։ Հա։
եւ հերթական դուրս էր եկել, խոսքեր վերցրել եւ այդտեղ ուրեմն բաժակով ջուր էր դրված եւ չէին ֆայմում, որ կարելի է այնպես դնել, որ այդ ամեն անգամ այդ շխկոցը չհնչի այդ ամբողջը դուրս եկավ արդեն սենց հոգուն վրա հասած ասած Ստեղ կարելի էր մի հատ սպունգ դնել, որ այս չշխկա, այդ շատ տպավորվել է մեջը։ Հա, վասկով եկան եւ թատրոնին նա սովոր է, որ պետք է բեմում կոմֆորտ լինի։ Ստեղ սպունգ դրեք։ Այո, հենց այդպես։ Այսքան տարիներ շարունակ մտնում եք մարդու հոգու խորքը, կաշվի մեջ կարելի է ասել։ Մարդիկ ինչպիսին են, ինչպես են բացահայտվում ձեզ համար։ Ես ում նմանակում եմ, ես փորձում եմ իրեն ուսումնասիրել, ինչքան ինֆորմացիա կա, ինչ համացանցում կլինի կամ գրքի տեսքով կլինի, չգիտեմ։ Ես փորձում եմ ամբողջը ուսումնասիրել։ Իմ ամենամեծ դերասաններից մեկը, օրինակ, ամենասիրելի դերասաններից մեկը նաև Կարփ Խաչվանյանն է, ում ես շատ եմ սիրում, չգիտեմ, այն բոլոր ներկայացումները, որոնք կան YouTube-ում, հեռուստա ներկայացումները, բոլորը դիտել եմ ու անընդհատ նայում եմ։ Ու մի պահ սկսեցի նաև փորձել իրեն նմանակել, ինչը հեշտ չի, այդ մեծ մարդկանց նմանակելը հեշտ չի։ Ու իր նմանակումն էլ կա այդ ցանկում, ու ամեն դեպքում ոչ միայն բեմում եմ իրենց ուսումնասիրում, այլ հետաքրքրում թե կյանքում ինչպիսին են եղել։ Պարզվում է ինքը բեմում լրիվ ուրիշ մարդ է, կյանքում կատեգորիկ ուրիշ մարդ է եղել։ Համեստ, պատմում են նույնիսկ վերջին տարիներին վատառողջ ինքը գալիս էր, այսպես կուլիսներում նստում էր, ներկայացումը սկսում էր, մտնում էր բեմ ու փոխվում։ Դառնում էր այն Կարփ Խաչվանյանը, որին մենք ճանաչում ենք, այս ինքն էր դառնում, էլի։ Կարոտս Միրզավեց, այս բայց նորից բեմից դուրս էր գալիս, նորից դառնում էր այս Կարփ Խաչվանյանը։ Ֆենոմենալ դերասան, իմ ամենասիրելի։ Ֆենոմենալ համամիտ, շատ ճիշտ էր այդ բառը, շատ ճիշտ էր։ Շատ Արդեն որպես դերասան, արդեն մենք կարող ենք ասել, հա, որ դերասան, բեմում դերասան։ Ես ասում եմ եւ ես կարծում եմ ինձ շատերը կմիանան, դուք համամիտ եք այդ մտքի հետ, որ կոմիկները մեծ մասը այդպես համեստ ու լուրջ դեմքեր են, մարդիկ են կյանքում։ Այո։ Համամիտ եմ ու դա այդպես էլ կա։ Ինչքան որ ուսումնասիրել եմ, թեկուզ համաշխարհային կոմիկներին, օրինակ Ջիմ Քերին, կյանքում մելանխոլիկ մարդ կամ շատ սիրելի Միսթեր Բին, Ռոուեն Աթկինսոն, ավելի շատ հայտնի որպես Միսթեր Բին, ինքը կյանքում շատ համեստ, մեր մեծերը Կարփ Խաչվանյանը Հոգնում են, ինձ թվում է, եթե դու ամբողջ օրը զվարճացնում ես կյանքում, օրինակ ձեզ հետ ինչպես է։ Ինձ հետ էլ այդպես, այնպես չի, որ ես կյանքում այսպես անընդհատ հումոր եմ անում։ Երբ հանդիպում եմ մարդկանց ծանոթանում եմ, ես հասկանում եմ իրանց մոտ այնպիսի տպավորությունը, որ ես հենց հիմա ինչ որ ծիծաղելի բան պետք է ասեմ, ինչ որ բան, դասում եմ, մի քիչ շլուղ արա, բան ասեց, էլի բարբարով ասած բան։ Բա հումոր չես անում, բայց ես չեմ կարող անընդհատ հումոր անեմ, որովհետև հումորը դա տեղ կա դրա համար, իրավիճակ կա։ Իհարկե, այնպես չի, որ ես այսպես շատ մելանխոլիկ անձնավորություն եմ, չէ, բայց այնպես էլ չի, որ անընդհատ ես կյանքում անընդհատ հումոր եմ անում, չէ։ Այո, կյանքում հնարավոր չէ անընդհատ աշխատանքի լինել։ Հնարավոր չէ աշխատանքի։ Այո։ Հետո ես կյանքում ավելի շատ իմ ընկերները ասում են ռեկետ միշտ միացրած է, էլի, sense ես անընդհատ այդ ինֆորմացիան հավաքում եմ, կլանում եմ այդ դիտողականությունը ոչ թե ես մտածված եմ անում, դա մանկուց իմ մոտ եղել է։ Թերևս դրանից է գալիս նաև նմանակելու այդ ձիրքը, այդ դիտողականությունը շատ ուժեղ է, շատ միանգամից բռնում եմ։ Սա օգնում է, օրինակ, որ սովորական կյանքում սովորական մարդուն արագ ռենտգեն անեք։ Շատ է օգնում, հա։
Հա, Եվ շատ այսինքն ժամանակ մենք նաև ձեզ խանգարում։ համար բաց գիրք ենք բոլորս։ Այո։ Շատ ժամանակ նաև խանգարում է։ Իհարկե։ Ես մի շրջան կար, որ շատ խորապես ուսումնասիրում էի ժեստերի լեզուն։ Չգիտեմ, ինձ շատ հետաքրքիր է այդ ամեն ինչը։ Շատ գրքեր ունեմ այդ մասին, ու նաև դա գալիս է այդ դիտողականության, այդ հետաքրքրությունից ու անկախ ինձնից ես բռնում եմ այդ ժեստերը մարդը, հա, ստեց, թե ճիշտ ասես բանը։ Շատ ժամանակ նաև խանգարում է։ Շատ ժամանակ խանգարում եմ։ Չեմ ուզում տեսնեմ, բայց տեսնում եմ։ Ըստ ձեզ, այդ ժեստիկուլյացիաներով հարուստ մարդիկ էմոցիոնալ են։ Հարուստ մարդ ժեստիկո, չէ, դա կարող է խաբուսիկ լինել։ Խաբուսիկ, Դա ահա, դա կարող է խաղ լինել։ Այո, դա կարող է խաղ լինել։ Խաղն էլ այլ երևում։ Այ ռենգենը աշխատեց միացավ։ Մենք քիչ առաջ մինչև մեր կամերան միանալը մենք շատ երկար հիշում էինք կրկին մեր վարպետին, Այո։ Մհեր Մկրտչյանին։ Ինձ թվում է անսահման կարելի է խոսել, անվերջ խոսել նրա մասին։ Եվ ես ուզում եմ մի հարց տալ։ Как вы считаете, испытывал ли подсудимый личную неприязнь к потерпевшему? Да, испытывал. Он мне сказал, такую лишнюю неприязнь испытываю, что кушать не могу. Люстер он случайно стулом зацепил. Сказал, в туалет хочу. А Барикджан сказал тоже, хоть такие вопросы задаете, что невозможно отвечать даже. Ինչն է ավելի բարձր գնահատական, երբ ասում են բացառիկ նմանակող ես, թե ասում են բացառիկ դերասան։ Իհարկե դերասանի կոչումը շատ ավելի բարձր է, ինչքան էլ ես շատ հաճախ եմ ասում, որ ես ինձ դերասան չեմ համարում, որովհետև դերասան էր Մհեր Մկրտչյանը, Խորեն Աբրահամյանը, եւ այն իմ ընկերները ծանոթ կամ անծանոթ դերասաններ, ովքեր սովորել են 4-5 տարի, երկար տարիներ աշխատում են թատրոնում, իրենք դերասան են։ Ինձ եթե դուք կամ այլ մարդիկ դերասան համարում, ինձ համար ուղղակի մեծ պատիվ է եւ նաեւ մեծ պատասխանատվություն։ Ես ուղղակի շատ սիրում եմ այդ մասնագիտությունը ու մի անգամ գրականության մեջ կարդացի հարցազրույցներից մեկում հենց Մհեր Մկրտչյանն էլ ասում էր, որ դա ոչ թե մասնագիտություն է, այլ առաքելություն է, որը քո մեջ կա, ուղղակի ընթացքում ինչ-որ գնում ես համասարան, որ հղկվես։ Այնտեղ չես կարող սովորել դերասանություն, այնտեղ գնում ես հղկվելու։ Բայց թերևս օրինակ Մհեր Մկրտչյանը կարիք չուներ սովորելու, ինքը 53 թվականին Գյումրիից Լենինականից տեղափոխվում է Երևան, միանգամից ընդունում է երկրորդ կուրս ու այս վերջերս կարդացի, ասում եմ ավարտական քննություններին չեմ էլ մասնակցել, որտեղ զբաղված էի։ Միսի, ասում չգիտեմ ուր էի, չեմ էլ մասնակցել, ասում այդ քննություններին։ Այդքան արդեն գնահատված էր ու զբաղված էր, այո։ Ես կխնդրեմ մենք մի սիտուացիա պատկերացնենք, օրինակ հերոսին խանութում վաճառողուհին շատ անհիմն կոպտում է եւ ձեր սիրելի 3 հերոսները ինչպես կարձագանքեին այդ իրավիճակի վրա։ Վաճառողուհին կոպտում է։ Այո։ Սկսենք միգուցե Արտուրից։ Հա։ Արտուրը մտավ խանութ եւ կոպտեցին։ Ինչ կասեր Արտուր Մուսայելյանը։ Ես կժպտամ, ուղղակի ես կռվարար չեմ, այդքան, չգիտեմ ինչ աստիճանի պետք է հասնի։ Ագրեսիան ձեր մասին չի։ Չէ, ագրեսիան իմ մասին, ես խաղաղասեր եւ խաղաղարար մեկն եմ։
Հա, ես կասեի ուղղակի միգուցե ներողության կարիք էլ չլինի, բայց ես ներողություն կխնդրեմ, փորձեմ շտկել իրավիճակը։ Իսկ չգիտեմ, Մհեր Մկրտչյանը հնարավոր է ասեր։ Այ մարդ ինչ է ուզած, ինչ ես ուզում։ Դու բացատրի հասկանանք ինչ ես ուզում։ Դու հանգստացիր, մի հատ ջուր կա, ջուր տվեք մի հատ էս աղջկան, կարող է աղջկին հնարավոր է էս կնոջը ջուր տվեք, այ մարդ ինչ ես ուզում։ Ասում է կամպոտ է ուզում, կամպոտ տվեք իրեն։ Հանգստացի ինչ ես ուզում։ Սոսը ինչ կասեր։ Աղջիկ ջան, դու մեծ աղջիկ ես, հաստատ երեխաներ էլ կունենաս, ո՞ր է խնդիրը, ինչ է պատահել։ Ջուր տվեք էս աղջկան։ Ով կա էլ։ Ում կուզեք։ Գրողը տանի, ինչ է պատահել։ Ես ինչ մերզավեց վիճակ է ստեղծվել այստեղ։ Ես ինչ է մի փոքր կարելի է հանգստանալ ուղղակի, հանգստացեք, մի փոքր հանգստացեք։ Գրողը տանի։ Ուրա։ Այս ամբողջ ուրեմն ֆիլմադարանը, հա, այսպես ասած, որը անընդմեջ ձեր մեջ է։ Չի առաջացնում վախ, որ մի օր կարողա կրկնեք ինքներդ ձեզ։ Իհարկե, միշտ Ինչպես եք պայքարում դրա դեմ։ Ամեն օր եմ պայքարում եւ հենց այդ է պատճառը, որ ես հաճախակի նյութեր չեմ տեղադրում այդ թեմաներով, որովհետեւ շատ զգուշորեն եմ մոտենում եւ մտածում եմ, որ հանկարծ չհոգնեցնես լսարանիդ, հետևորդներին, հանդիսատեսին։ Դրա համար շատ նյութեր չեմ տեղադրում։ Օրինակ նմանակումների, ասենք մի նմանակում կարող եմ ամիսը 1 տեղադրեմ, թե չէ, այդպես էլի որ շատ բան չանեմ, որտեղ ամեն ինչ չափ ունի եւ պետք է նաեւ այսպես դեֆիցիտ մի քիչ ստեղծես, արհեստական դեֆիցիտ, որ մարդը, որովհետեւ դու Մհեր Մկրտչյանի նմանակում ես, ամեն օր չես կարող այդպես խոսել։ Համը դուրս կգա, էլի։ Դրա համար եւ թեման պետք է լինի շատ լուրջ թեմա, խոսքի թեման, նմանակման թեման եւ նաեւ ոչ հաճախակի։ Իմ կարծիքով պես։ Ես միանշանակ կարող եմ ասել, որ աստղային հիվանդությունը չի եկել ձեզ մոտ։ Փառք Աստծո։ Ինչպես եք պայքարում, թե դա ներքուստ մարդուց է գալիս։ Ես փորձում եմ լինել adekvat։ Եթե այդպես շատ մեծ կհնչի, ձգտում եմ անսահման adekvatություն, ուզում եմ աշխարհի ամենաadekvat մարդը լինեմ։ Որտեվ շատ օգնում է ինձ անընդհատ լինել հողի վրա adekvat, որտեվ ինչ աստղ, չէ, դա իմ մասին չի, եթե ինչ որ բաներ սերմեր լինում են, ես միանգամից ոչնչացնում եմ։ Չէ, դա իմ մասին չի հաստատ։ Ու Աստված հեռու տանի, որ դա երբևիցե ինչ որ բույն դնի իմ մեջ։ Ում կլսեք։ Ում կարծիքը կսթափեցնի։ Ես շատ adekvat ընկերներ ունեմ, հա, ու իմ տան անդամներն են շատ իմ համար առաջի քննադատներն են, ու հաստատ եթե այդպիսի բան նկատեն, ինձ կասեն։ Ես շատ ուրախ եմ այդ առումով ու շատ երջանիկ։ Եթե վաղը առաջարկեն մի ներկայացում բեմադրել, արդեն ոչ ուրիշների մասին, ձեր մասին, ինչպիսի կլինի սցենարը։ Սցենարը չգիտեմ, բայց ժանրը հաստատ կլինի տրագիկոմեդիա։
նախ իմ ամենասիրելի ժանրն է եւ նաեւ շատ ամենաբարդ ժանրերից մեկն է եւ նաեւ իմ կարծիքով դա կլինի տրագիկոմեդիա։ Մի նոր շատ թարմ նմանակում, որը դեռ ոչ ոք չի լսել։ Մենք կարող ենք այսօր լսել։ Շատ թարմ նմանակում կան նմանակումներ, բայց դեռ խմորման փուլում են, չի ցանկանա դեռ հանդիսատեսին Լավ, ցույց տալ։ լավ։ Սիրելի հանդիսատես, Կսպասենք, լավ։ շուտով, այո։ Անցան տարիներ, հա, ու կփորձեք օրինակ այս հրաշք, այս 7 ամսվա փուլը ներկայացնեք։ Այս 7 ամիս ինչպես 2-3 խոսքով կներկայացնեք։ Բուրըն շատ արդյունավետ ու օրհնված։ Շատ կարևոր ամիսներ էին, այս տարին շատ կարևոր էր ու նոր բացահայտումներ, թե մեր մեծերից, իմիջիայլոց թե իմ ամենասիրելի Մհեր Մկրտչյանից նոր այնպիսի հետաքրքիր ինֆորմացիաներ ստացա, ձեռք բերեցի։ Բայ կիսվեք խնդրում եմ։ Կարևոր էր մենք մի քանի բան խոսեցինք, բայց հանդիսատեսն էլ պետք է լսի։ Մի շատ կարևոր գիրք կար, որ ես երկար ժամանակ փնտրում էի ու չէի գտնում, գտա մայրաքաղաքի գրադարաններից մեկում հավերժական մենախոսություն։ Ուրեմն գիրքը գրքում լիովին խոսում է Ֆրունզիկ Մկրտչյանը, ինքն իր մասին պատմում է ուղղակի։ Այնպիսի ինֆորմացիաներ, այո, ինքնակենսագրական գիրք է, ինքը պատմում է իր ողջ ընթացքի մասին, մանկությունից սկսած, ինչպես եկավ Երևան, ինչ զգաց, ասում եմ, քննության ժամանակ, հենց առաջի քննության ժամանակ։ Իմիջիայլոց ինքն էլ էր բողոքում իր դիտողականությունից, որ ինքը չափազանց շատ է նայում, տեսնում, ընկալում։ Ասում եմ, քննության ժամանակ ես նկատեցի, որ քննություն վերցնող դերասանուհիներից մեկը իմ ինչ որ արտասանելու թե մենախոսության ընթացքում կողքինի ականջին բան ասեց։ Մի քանի տարի հետո ասում ասեցի մոտեցա իրեն, ասում ասեցի, այսքան տարի անցել է, էլի, այն ինչ ասեցիր կողքինիդ։ Ասում այնքան անկեղծացավ, ասեց, տեն ասեց տղան իրան հայելու մեջ տեսել ա։ Ու այդտեղ նաև պատմում է իր կլինիկական մահի մասին։ Ինքը ասում է, ես հասկացա, որ մահ չկա, որովհետև ես 2.5 րոպե մեռա, տեսա այդ լույսը ու տեսա, որ այն բոլոր ճանապարհորդություններս, որոնք ունեցել եմ, ոչինչ են այս ճանապարհորդության առջև, տեսա, որ մահ գոյություն չունի, ուղղակի այս մահով սկսում է մի ուրիշ ճանապարհ, հավիտենականություն, ու ես ասում եմ երանության մեջ էի, ու երբ վերադարձա, շատ տխրեցի, ինչքան էլ զարմանալի էի, ասում շատ տխրեցի, որ եկա նորից ես կյանք, որտեղ այնտեղ երանության մեջ էի, ու ինձ համար ամեն մի տողը կարդալիս այնպիսի ուրախություն էի ապրում, որ ինքը եղել է այնտեղ, որտեղ մենք կուզեինք, որ ինքը լիներ։ Ու մի նամակներից մեկը իր դուստերն է հենց այդ տպել են այդ գրքում, ասում է դու իմ մասին մի մտածիր, իր դստերն է գրել նամակի մեջ, դու իմ մասին մի մտածիր, որովհետև Քրիստոսը իմ մեջքին կանգնած է։ Ու դա ինքը մի այսպիսի խոսք ուներ, ասում էր, որ ամեն անգամ գնում եմ թատրոն խաղալու կամ փորձը իմիջիայլոց ինքը փորձը ավելի շատ էր սիրում, քան խաղալը, այդ ապշելու բաներ է ասում։ Հետաքրքիր նոր ասում է փորձը, ափսոս հանդիսատեսը փորձը չի տեսնում, որովհետև փորձը շատ ավելի հետաքրքիր է, քան ներկայացումը։ Ինքն ասում էր ամեն անգամ փորձի գնալիս կամ ներկայացումից առաջ ներկայացման գնալիս սիրտս խուտուտ է գալիս։ Հիմա ես, որ ինքը
պատմում էր այդ իր բանի կլինիկական մահի մասին սիրտս խուտուտ էր գալիս, էլի ուրախությունից, որ ինքը այնտեղ է, որտեղ որ պետք է լինի։ Ու Միչայլոց մի նյութ էի նայում իր վերջին ներկայացումից, հացթուխի կինը ներկայացում էի նայում, իր վերջին ներկայացումն էր, մի հետաքրքիր զգացողություն եղավ, որ տեսեք 93 թվականին մահացել է, չէ, արդեն 33 տարի։ Այնպես ուզեցի, որ ինքը լինի։ Ու չգիտեմ ով է, ելով միուցե իր հարազատներից բացի, ելով է զգում են ինչ որ ես եմ զգում, ես իրեն կարոտում եմ։ Կյանքում շփում չունեցած մարդ, բայց ես իրեն ամեն օր կարոտում եմ։ Բացառություն չեք այդ հարցում, կարծում եմ հաստատ։ Եվ քանզի մենք անընդմեջ հիշում ենք մեր մեծերին, ես կխնդրեմ, որ ավարտենք մեր հիմնական զրույցը մի այսպիսի հետաքրքիր իրավիճակով։ Պատկերացնենք, որ կրկին մեզ հետ են Մհերը Մկրտչյան, Ֆրունզը մեր սիրելի Սոսը եւ Խորիկը, Խորեն Աբրամյանը, եւ վիճում են, թե ով պետք է Համլետ խաղա։ Բայց ես չգիտեմ, իրենք ինչպես կվիճեին, ոնց կվիճեին։ Այմարդ ես եմ ուզում Համլետ խաղալ, ինչ պակաս Համլետ եմ, ինչ ենեք, որ դեմքս Համլետի չէ, բայց ես կարող եմ խաղալ Համլետ, ինչ է, դժվար է այդ դերը ինձ տալ։ Խորեն Աբրամյանը կասեր, ուզում է թող խաղալ, ես ինչ անեմ, Ֆրունզին տվեք, թող Ֆրունզին էլ խաղա Համլետ։ այսօր Սարգսյանն էլ լորեցուն հատուկ միամտությամբ կասեր, հա, Համլետ, Համլետը, ես էլ կուզեմ Համլետ խաղամ, ես եմ ուզում, ես էլ եմ ուզում, դու էլ ես ուզում, նա էլ է ուզում, ափսոս տարիքս չի ներում, թե չէ ես էլ կխաղայի, հա։ Կեցեք Արտուր ջան։ Եվ ավարտենք մեր զրույցը անավարտ նախադասություններով, որը դուք կավարտեք շատ վստահ եմ հրաշալի կերպով։ Եվ այսպես, այսօր հաջողություն ինձ համար հաջողությունը հենց այնպես չի գալի, հաջողությունը աշխատասիրությունն է, այդ աշխատասիրությունն էլ աշխատանքի ընթացքն էլ ստեղծում է հաջողությունը։ Հենց այնպես բառ չի հաջողությունը։ Աշխատանքն է բերում հաջողություն, այո։ հանդիսատեսի ամենաանսպասելի արձագանքը, ես բազմակետ եմ դնում, Եղել է իրավիճակ, երբ շատ լուրջ նախադասություն է հնչել, բայց չգիտես ինչի հանդիսատեսը ծիծաղել է։ ամեն անգամ բեմից իջնելուց հետո ես Բեմից իջնելուց հետո մեծ թրթիր եմ զգում իմ մեջ եւ եթե նաեւ հաջողված է ամեն ինչ, եթե հնչել են այն ծափահարությունները, որոնց դու սպասում էիր, ինչպես վարպետն է ասում, սիրտդ խուտուտ է գալիս։ Սիրտս խուտուտ է գալիս, այո։ ամենահամարձակ գաղափարը, որ դեռ չեմ իրականացրել, բազմակետ։ Դեռ չկա, դեռ կա, բայց չեմ կարող բարձրաձայնել։ Կան համարձակ գաղափարներ։ Այո։ Եթե մի օր աշխարհից անհետանա ծիծաղը, ես Եթե անհետանա ծիծաղը, ես չեմ լինի։ Էլ մնում ենք ինչ անենք։ իմ ամենաանկեղծ դերը դեռ Առջևում է։ Դեռ առջևում է, այո։ Շատ լավ։ 5 տարի հետո կուզեմ, որ իմ մասին ասեն Ոնց որ թե վատ դերասան չի։ լավ տղայա ու վատ դերասան Վատ չի։ դերասան չի։ Վատ չի։ Երբ դահլիճում լույսերը մարում են, Ես միանգամից մտնում եմ իմ կերպարի մեջ, երբ լույսերը մարում եւ ոչինչ չեմ տեսնում, ես տրվում եմ դերին ամբողջությամբ։
Բրավիսիմո Արտուր ջան։ Շնորհակալ եմ։